Ես ուզում եմ իմ ուղերձով կիսվել, որը դեռևս 2021 թվականին գրել եմ իմ ժողովրդին եւ այսօրվա հանդիպման համատեքստում այն ավելի քան տեղին է։ 2021 թվականի ձմռան դրությամբ հայ ժողովրդի վիճակը ծայրահեղ անհանգստացնող էր։ Ժողովրդի միջից իսպառ վերացել էին հարգանք, փոխհամաձայնություն, ներողամտություն արտահայտությունները։ Փոխարենը մանուկ հասակի երեխան անգամ գիտեր պարակտություն բառի իմաստը, ինչն անթույլատրելի է։ Համաճարակի եւ պատերազմի հետևանքները կոտրել էին հայ ազգին հիմքից։ Տնտեսական ճգնաժամը օր-օրի աճում էր։ Ժողովուրդը բաժանվել էր 4 խմբի՝ սևերի, սպիտակների, անգույնների եւ քամելոնների։ Պատմության էջերը ցույց են տալիս. հայ ժողովրդին երբեք չեն աջակցել առանց նրան կողոպտելու։ Դրսից աջակցության սպասելն անիմաստ է։ Մենք ենք մեզ վեհացնողն ու կոտրողը։ Բանաձևը հայտնի է բոլորիս։ Հայ ժողովրդի ուժը իր հավաքական կերպարի մեջ է։ Եվ եթե մեկ հայ իզորու է աշխարհը գորգի պես ոտքի տակն առնել, ապա հայի հավաքական կերպարը ի վիճակի այն կառավարել։ Մենք կռիվ տվող ազգ ենք, մենք արարող ու ստեղծագործ ազգ ենք։ Եվ եթե կա ծրագիր հայի ոչնչացման, ապա մենք կքանդենք այդ ծրագիրը սիրո ուժով։ Չարացած ոգիներին պետք է փաղաքշել եւ նրանք թև կառնեն։ Ծովը կաթիլից է սկսվում, եւ մենք կարող ենք կաթիլ առ կաթիլ հավաքել մեր ծով Հայաստանը։ Դու եւս կաթիլն ես այդ ծովի, եւ եթե բոլորը միավորվեն, հայ ժողովրդի լուսավոր ապագան հնարավոր կդառնա։ Ու դեռ կարարենք, ու դեռ կերքենք եւ կապացուցենք աշխարհին, որ հայ լինելը մեծագույն շնորհ է եւ որ հայը մեկ անգամ չէ որ վերածնվել ու վերածնվելու է սեփական մոխրից Փյունիկի պես։ Ցանկացած ոք, ով թեկուզ մակերեսորեն թերթել է հայոց պատմության եւ հայ գրականության էջերը, գիտակցում է, որ այժմ հայ ժողովրդի համար պատմական պահ է եւ յուրաքանչյուրս մեր գործելով կամ անգործությամբ որոշում ենք մեր ժողովրդի ու մեր երկրի ապագան։